Լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եկել եմ ասեմ ձեզ արթնացեք սիրելի հեռուստադիտող այսօր տոնորը այսօր մարտի 27-ն է այսօր թատրոնի միջազգային օրն է այս մասին մի փոքր անց բայց այս բան առաջարկում եմ մի լավ տեսահոլովակ ու վերադառնանք տաղավար գնացինք Դե ինչ կարծում եմ ելևէջներն օգնեցին որպեսզի դուք արթնանաք, իսկ ես ուզում եմ առիթից օգտվել եւ մեծագույն սիրով շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ առնչվել են թատրոն աշխարհի հետ։ Այն մարդիկ, ովքեր պարզապես հանդիսատեսն են, այն մարդիկ, ովքեր բեմի կուլիսներում են աշխատում, ռեկվիզիտորներ, գրիմորներ, դերասաններ, ռեժիսորներ, դերարարներ, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր երբևէ առնչվել են այն աշխարհի հետ, կախարդական որ կոչվում է թատրոն, սրտան շնորհավորում եմ, որովհետև կարծում եմ, երբ մեկ անգամ դուք լինում եք թատրոնում, այնուհետև դա դառնում է վարակիչ, ու այլևս չեք կարողանում այդ աշխարհից դուրս գալ, եթե առնչվել եք ամեն դեպքում։ Եվ այսօր իսկապես եթերը նվիրված է լինելու թատրոնի աշխարհին, այս պահին առաջարկում եմ դիտել մի տեսանյութ, որից էլ պարզ կլինի, թե ովքեր են մեր տաղավարում, մնացեք մեզ հետ։ Ինչպես եւ խոստացա, ունենալու են հյուրեր, ովքեր անմիջական կապ ունեն թատրոնի հետ եւ այսպես վաղը մարտի 28-ին 20:00-ին տեղի կունենա Երևանի Մնջախաղի պետական թատրոնի Կոմիտաս SLES-ը նոր ներկայացման պրեմիերան Կոմիտասի թանգարան ինստիտուտում։ Նշեմ, որ հրաշալի ներկայացում է լինելու եւ այս մասին կխոսենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն այստեղ են եւ այսպես ներկայացման գլխավոր դերակատար խորեոգրաֆ Կարեն Խաչատրյան եւ դերասան Մինաս Ասրյան, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ եմ, որ այս տոնական օրը մեր տաղավարում եք, նախ շնորհավորում եմ բոլորի թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Շնորհակալ։ Ցանկանում նորանոր պրեմիերաներ ու նորություններ եւ խոսենք ամենասպասվելիք նորության մասին, ինչ է կատարվելու վաղը։ Ինչպես ընտրվեց գործը, ով է ռեժիսորը, ինչու Կոմիտաս եւ արդյոք բարդ չէ անդրադառնալ մեր վարդապետին։ Պատմությունը սկսվեց նենց, որ Մարտին Հուլիխանյան գրեց 50 րոպե Դաշնամուրի եւ դասական կլարնետի համար 50 րոպեանոց կոնցերտ, երաժշտություն, անդարելի զանգակատանից ոգեշնչված։ Հետո հանդիպեց եղբորս Արսեն Խաչատրյան ու որոշեց ուզեցավ ցանկություն հայտնեց վիզուալիզացնել։ Ու նենց եղավ, որ process-ը մի քիչ երկար տևեց, բայց վերջի վերջո նենց ստացվեց, որ Մնջախաղի թատրոնի հետ համատեղ արվում այս պրոյեկտը, վաղը պրեմիերայի արդեն դատին կհանձնենք։ Սենց անհանգիստ ենք, որտեղ սպասումները շատ էր եղել, ու սկսվեց առաջինը Մարտին Հուլիխանյան։ Այդ գործը ստեղծվեց, հետո եղբորս հանդիպեց, հետո եղբայրս Մինասին հրավիրեց։
Ընտրեց Մինաս ջան, ինչ դերակատարում ունես դու, ինչպես ստացար առաջարկը, մի քիչ պատմի քո զգացողություններից։ Պատմեմ երևի կերպարից սկսեմ, իմ կերպարը ավելի շատ դիտորդի կարգավիճակում է։ Ես կարդալու եմ Կոմիտասի բանաստեղծություններ, նամակներ, ավելի ճիշտ մի նամակ, Օրիորդ Մարգարիտին, իր կարելի ասել սիրելի կնոջը, ստացա առաջարկը Արսենից Խաչատրյան, որ ռեժիսորն է ներկայացման, շատ հետաքրքրեց ֆորմատը, որովհետև ինքը պարային ներկայացում է, պարային դրամա, որտեղ կոմպոզիտորը Մարտին Նաուլիխանյան, դաշնամուր նվագում է դաշնակահարուհի, մեր շատ լավագույն դաշնակահարուհիներից իմ կարծիքով, Լիլի Զաքարյանը, այդպես։ Կարեն ջան, պատմիր քո դերակատարման մասին, ում ես մարմնավորելու դու եւ ինչով է տարբերվում այս ներկայացումը առկա այլ ներկայացումներից։ Մի քիչ իմ համար դժվար խնդիր դրվեց, որովհետև Կոմիտասին խաղալը մի քիչ տենց քանի որ ես կենսուրախ թեթև արվեստի մեջ իմ տեսակով մի քիչ ուրիշ իսկ այստեղ լրջագույն կերպար։ Այստեղ հա, որոշակի վիճակ կա, որ պետք է գիտակցել, հասկանալ ու այդ երկու աշխարհների միացության մեջ բավականին տենց հետաքրքիր բան է կատարվում, որ մենք բոլորս Կոմիտասին ճանաչում ենք որպես ինքը վարդապետ է, սրբաստում են շատերը, բայց մերպես տղա է եղել այն առումով, որ նորմալ շփվել անկերներ անց կատակներ արել, նամակների մեջ չթլիկա խոսացել կատակով թլիկ կատակով ինչ որ Թումանյանի հետ այնց կատակներ են արել, ճանճ, ասենք վախենում ես ճանճից չես գալիս մոտս, ընկերական sense։ Ու աշխատող մարդ եղել ռեալ։ Հետո ես հասկացա, որ ուրիշ տարբերակ չկա, ու տենց մի հատ հետաքրքիր Կոմիտասի շուրջ հետազոտություն եկավ։ Ու ոնց որ ինձ թվում է իմ կյանքի ես փուլում հետաքրքիր տենց մեծ դեր խաղաց Կոմիտասը, որտեղ ինքը տենց շատ ռեալի ու անելիքի հստակ գործի ինչ ուղղություն տվեց։ Ու տենց հիմնականում այդ կերպարը իմ համար որպես դերասան, եթե խոսեմ, այդ բանը տվեց։ Այդ աշխարհը տվեց, որ համել հանդիսատեսին ներկայացնենք, իմ օրինակ դժվար գործ է իմ համար, բայց ամեն ինչ այնց հարված, որ ես չեմ խաղալու Կոմիտաս, այլ մենք բոլորս ոնց որ կոպիտ ասած ներկայացնում ենք մեր պրոֆեսիոնալիզմով, հանկարծ դրամա չի լինելու, հա, քայլերի երթականությունով, թե Կոմիտասով է եղել իր կյանքում, այն հետաքրքիր, լավ, ուրախ իրականությունները մի քիչ սուր բաներ կա դոկումենտալ Մինասի ներկայությունը բերում է մի քիչ դոկումենտալ մոտեցում, ֆոն, հա, ներկայացմանը, որ ինքը շատ հետաքրքիր ավտորի պես, այսինքն ներկայացումը, որ շատ մարդիկ ուղիղ է տեսնեն, չեն դնեն երազների հետևից։ Կոմիտասս կամ Կոմիտասի։ Ինչ որտեղ իրական փաստեր են, որոնք որ իրական փաստեր են, այո։ Հա, այսինքն Կոմիտասած ցեղասպանության դերվագը վերջի հատված իր կյանքի դասոտ միած փոքր չոր բանա, որի վրա պետք չի կենտրոնանալ, պետք է կենտրոն իր այս հրաշքների, համոզմունքների, երեխաների հանդեպ սիրո, ընկերների հետ ամենալավը լինելու, շատ լավ հայկական մաքուր պարզ մեծահոգի լինելու, հա, այդ կողմի վրա, քան ցեղասպանության մեջ ինքը որոշակի խելագարության աչքերը նրա տեքստի մեջ կա, էլի առաջինը խելագարեցին աչքերը նրա, իսկն եւ ապա միտքը, այդ նորմալ է մարդ, որը սիրում է իր հայրենիքը ու սենց եղել, հա, մի քիչ դժվար է այդ մարսել, բայց ինքը այդ ամեն ինչը տարել է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ կա ինֆորմացիա, որը գիտեն գրեթե բոլորը Կոմիտասի մասին, եւ կա ինֆորմացիա, որ չգիտեն։ Ու դուք ցանկանում եք այս ներկայացման միջոցով անդրադառնալ Կոմիտասի այն կողմին եւ այն շերտերին, որոնք կբացահայտեն եւ կլինի բացառիկ, որովհետեւ արդեն այսպես ընդունված ձև կա Կոմիտասին ընդունելու, դուք մի քիչ այլ կողմից եք մոտեցել պարագայում, որը շատ կարեւոր է, որպեսզի մեզ համար էլ դառնա հայտնի իր տեսակը, ով է եղել Կոմիտասը որպես մարդ, անձ, որը ապրել է մեր շուրջ, ունենալով ընկերներ,
եւ այլն։ Շատ հետաքրքիր մի բան եղավ, կոմպոզիտորի հետ կապված երկու բառ խոսեմ, երաժշտության հետ կապված։ Իսկ երաժշտությունն էլ, երբ որ մենք առաջ անգամ լսեցինք, ինքը բավականին sense, քանի որ անդրոիդի զանգակատան հիման վրա, բավականին sense հա, ինքը sense շատ թեմաները պատտվում, ոնց որ ինքը որ ոգի շնչված է, շատ համեստ, Մարտին Ուլիխյանն շատ համեստ է գտնվել։ Չի խորացել նույնիսկ կան մոտիվներ, որոնք որ կոմիտասից են ոգեշնչված, կոմիտասի արած մշակումներից են ոգեշնչված, բայց այնքան համեստ ճիշտ նշեցիր Կարեն ջան, որ այնքան համեստ է, հա, այնքան նուրբ է մոտեցումը դրան, ոչ մի իր ինտերպրետացիան է նաև, բայց համել դրա հետ մեկտեղ ինքը ոնց որ շատ զգուշ է վերաբերվել այդ մոտիվներին Կոմիտասյան Մարտին Ուլիխյան կարելի ասել իր տեսական հաշվառներով ավելորդ մելիզների չի տրվել ու բավականին հետաքրքիր գործ է ստացվել ու եւ բավականին ասելով ինչի համար որովհետեւ չենք կարող ասենք հանճարեղ գործ որովհետեւ տենց որ նայենք բոլոր գործերը իր ձևի մեջ շատ հետաքրքիր տեսակով է ստացվել ու եւ ներկայացման մեջ երբ որ մենք Արսենը բեմադրեց եղբայրս Արսենը Խաչատրյան բեմադրեց այդ ներկայացումը ընթացքում դե ես ինչքան եմ եղբայրնս պրագմատիկ ուղիղ այդ պահին կատարող հա ասենց բարձ հստակ նայում եմ իմանալով Կոմիտասին որ աշխատանքի համար գործի համար տենց ինչ գործ անում ու հենց հետաքրքրեց ինձ որովհետեւ երաժշտությունը ծույլ շունչ առավ ոնց որ Մարտինը զգար որ ինչ որ մի բան պետք է ինքը վիզուալիզացիայով ամեն մի դրվագը ոնց որ հատուկ բեմադրված լինի, գրված լինի։ Շատ հետաքրքիր բան է ստացվում ու բոլորին ավելի շատ գործողություն է ներկայացման մեջ, թե տեքստը եւ գործող անձիկ միայն դուք երկուսդ եք ու նաեւ երաժշտությունը, այսինքն այլ մարդիկ չկան։ Երաժիշտները նույնպես դառնում են գործող անձինք ներկայացման մեջ, որովհետեւ լինում են բեմում են լինելու, բայց որպես դերակատար երկուսս ենք Կարենը մարմնավորում է Կոմիտասին, ես որպես կարելի է այսպես ասել դոկումենտալիստ, ով որ հետևում է կամ հետազոտում է ամբողջ ընթացքը իր կյանքի ու քո ասած Անահիտ ջան շատ հետաքրքիր փաստեր արդեն փաստերով, այո, այնպիսի փաստերով, որոնց հետ որ լայնում գնդիրը այդքան էլ չի առնչվել։ Այսինքն ընտրվել են գործեր, անդրելի զանգակատնից հատվածներ եւ իր նամակագրություններից, որտեղ որ Մինասը ուղիղ է ներկայացնում որպես իր կերպար, այսինքն ուղիղ ինֆորմացիա։ Այսինքն մի գործ ոչ թե մարդկանց ուզելու կամ ինչ որ հստակ ինֆորմացիա, որ թե այդ մարդ հասկանաք նամակը ինչ բարձ է այդ ամեն ինչը, պետք չի իրան, հա։ Ասենք ես իմանուշ ես ավելի բարձ օրինակ եմ, չէ՞, բերեմ, ես իմանուշ Հայաստանը ոնց կարող կարդասեմ, կամ մելիզմով, կամ հստակ ուղիղ։ Հայրենասիրությունը ուրիշ բան չկա։ Կարելի է ասենց ասել, մեր մոտեցումը դրած է այն կողմ, այսինքն թե ես ոնց կկարդամ այդ տեքստը իմանալով Կոմիտասին, դրած է այն կողմ, առաջին պլան եկած է այն ինչ որ ինքը գրել է։ Շատ ուղիղ հստակ։ Շատ ուղիղ հստակ, հա։ Ինձ հետաքրքիր է ամեն դեպքում դիպչելով Կոմիտասին վախ չկար ձեր մեջ այդ պատասխանատվությունը, որ գուցե կան ու մարդիկ ասեն ոչ, չի կարելի է։ Իհարկե, մինչև հիմա կա վաղն է ներկայացումը, բայց մինչև հիմա եմ, որ չգիտեմ, Կարեն, դու ասա։ Այս Կարենը քանի որ ներկայացման մեջ քիչ է խոսում։ Ես ճանաչում եմ, որովհետև Մինասը բավականին շատ խիստ առումով իր նկատմամբ ես մի քիչ ավելի թեթև մարդ եմ, մի քիչ։ Մենք երևի դրա համար ենք հանդիպում, համը որ լրացնենք իրար։ Որ մեկը մյուսին ուշ տակ։ Այո, ինչ որ միտեղ լրացնենք, ես իրանից եմ դիքը բաներ գողանում, ինքը շատ ավելի հավաք։ Ես մի քիչ ավելի բաց ընդհանուր դերաս, մի քիչ ուրիշ եմ, բարողել եմ մարմինս ազատա, մի քիչ իսկ ինքնից հավաքում եմ։ Բայց այս պարագայում ես վախերը դնում եմ մի կողմ։ Վայելքը եթե չեղավ, ես եթե իմ գործից հաճույք ստացա, հենց զգում եմ այդ վախ ինձ կլանում է եւ ուտում է անհանգստություն։ Ես հասկանում եմ, գործից հաճույք չեմ ստանում, ես ինչ եմ անում բեմի վրա։ Երեք օֆլայն ներկայացումներ մեր Մջախաղի թատրոնում դուրս եկած, ինձ ասեցի, ես խի եմ դուրս եկել բեմ ընդհանրապես։ Ինչ ասելիքից պետք է վախենամ լավ կասնի թե չէ, իսկ դա ինձ միայն խանգարելու է, որ ես հաճույք ստանամ։ Այդ բան հաճույք ստանամ իմ աշխատանքից, հա։ Դրա համար եթե մենք անկեղծ գտնվենք, ցուցադրական ֆոնը հանենք, այդ չկա մեր մեջ ես վստահ եմ, որովհետև բոլորս էլ պրոֆեսիոնալ մարդիկ ենք։
մենք նյութի մեջ արժի խորանանք, քան մեր եսին ներկայացնելու։ Թատրոնը դե դրանով է հրաշք, որ դու պետք է նյութի մեջ։ Դրա համար որ մարդիկ կան ներկայացումը նայեն, ինձ թվում է, երբ որ մենք վայելենք, ինձ թվում է չէ, միանշանակ վստահ եմ։ Իրենք էլ են վայելել։ Իրանք, հա, եթե վախեցած մարդ ես տեսնում, մարմնից արդեն զգում ես այդ մարդը ինչ կա, ասես կանգնացա, թե սենց հա, եթե մենք ունենք համոզիչ ու զգանք, իսկ մարդիկ տարբեր են, մի օքին կարող է գալ մի քիչ աչքերն են տարբեր, հա, մեկը մի քիչ փնովի, մեկը մի քիչ սենց գա, օրինակ, կարող Ֆրանսիայում նույն ներկայացում խանգան ասեն, օ, je m'appelle, խոսան սենց, հա, Հայաստան կողա, գիտեք ինչ կա, Չի կարելի։ հա, կոմիտասը սենց հասկանում եք, ստե մի քիչ դժվար է հասկանալ որն է ճշմարտությունը։ Դրա համար մի հատ Արսենի Մերաբյանը որ աշխատեցի Փարաջանով ներկայացման շուրջ, հետո ինքը սենց բան ասաց ինձ համար 3 հոգու կարծիք է կարևոր, ինքը ընկած այդ 3 հոգու կարծիքը շատ ուղիղ են իրան կարծիք ասում, օ, հետարքիր է լուծումը, ոչ թե գիտես, էսի կարելի անել, չէ, ինքը շատ պրոֆեսիոնալ դատողություն են տալիս, ինքը դրանից է կախվում։ Մենք պրոֆեսիոնալ դաշտում եթե կախվենք այն դաշտից, որ հուզված սենց ամեն մեկին լսենք, մենք կարող ենք մեր գործը չսիրենք, որտեղ կսկսենք հավատալ այդ լուրերին։ Մենք պետք է գտնենք նես մարդիկ, ովքեր ուղիղ են, ճիշտ են ու հստակ են, իրանց էս կարծիք իմանանք, որ մեր ինքնագնահատականը շատ կարևոր ով է դա դատողը ոնց են ճիշտ ներկայացնում իրեն, թե չէ մնացած կարծիքները մենք սիրով տալիս ենք, բայց շատ չենք խորանում։ Հուզական ֆոնը Այ քանի որ խոսեցիք նաև Ֆրանսիա եւ Bonjour comment ça va-ից, ինձ հետաքրքիր է ինչ եք նախատեսել ներկայացման կյանքի հետ կապված, այսինքն գնալու է հյուրախաղերի կամ մասնակցելու արդյոք փառատոնների, որովհետեւ ոնց հասկանում եմ, ինքը շատ յուրահատուկ ձեռագիր ունեցող ներկայացում է, հա, եւ մնջախաղ կա եւ խոսք կա եւ երաժշտություն կա, այսինքն ինքը կարող է հասանելի լինել ցանկացած նաև ունկնդրի, ով լեզու գուցե չհասկանա, բայց այդ ամեն ինչը կզգա ու կապրի։ Ինչ եք նախատեսել։ Դեռ վաղը խաղալու եք։ Անկեղծ ասեմ, դեռ վաղը խաղանք, հետաքրքիր էներգիա ունի Կոմիտասը, երբ որ մենք կպանք Կոմիտասի գործին, կպանք նես շատ բան եմ ասում, Կոմիտասն ինքը իր բառեր ունի, օրինակ հետաքրքիր։ Մենք այդպես մեկ մեր լեքսիկոնից բառեր ենք օգտագործում, ոնց որ մեզ ավելի հողեր են ասարկում, էլի որ այդպես հենց սկսեցինք աշխատել Կոմիտասի շուրջ ու ինչքան անկեղծ ենք, ինչքան ճիշտ կենտրոնացանք իր վրա, հասկանալով իրան, ոնց որ ամեն ինչ հալած յուղի պես գրում է։ Մարդ ենք հանդիպում, որը ասում են, օ, մի հատ յուրախաղ կա, ոնց որ ինքը իր ճանապարհը ինքն կհարթի իր ճանապարհը, ոնց որ ես գնում։ ու Կարենը Արսենը Խաչատրյան շատ նպաստեց հենց դրան, որ մենք պաթոսից դուրս լինենք, աշխատենք ավելի շուտ, չգիտեմ ոնց կլինի վաղը, բայց դուրս լինենք այդ հուզականությունից, պաթոսից ու ինչպես ասում էր, ինչ շատ այդ օգնեց էլի, չգիտեմ երևի քեզ էլ, այդ Արսենի խոսքերն են իմ համար, որ Կոմիտասը լույս է էլի, նրա մասին չի, որ ինքը ոնց է տառապել, այդ կերպարը չի, որ ինքը տառապել է, հանուն արվեստի, ինքը իր գործով է զբաղվել, ինքը իր կյանքն է ապրել, ինքը իր որոշումն է կայացրել այս կյանքում, ինչպիսին լինի, ինչի համար կրի պատասխանատվություն։ Ու այդ լույսը ամենակարևորն է ցույց տալու իմ կարծիքով, որովհետև մեզ մոտ շատ է պակասում այդ լույսը էլի կարծում եմ։ Տենց լավ։ Եվ որպես վերջաբան, ասեք։ Որպես վերջաբան երեխաներով ավարտենք, ինձ թվում է կարելի է։ Ես երկու տղա ունեմ։ Մեկի անունը Մաթեոս է, մեկի անունը Մարկոս։ Հիմա երբ որ ես նայում եմ թե ոնց է ասում Մինասը Կոմիտասի հետ կապված լույս, ու նայում ենք որպես Կոմիտաս նորմալ սովորական մարդ, որը եղել է որբ, հա դժվար կյանք ունեցել, բայց դե բոլորս է գիտենք, ինչքան ընկնում ես, այնքան ուժեղանում ես։ Դրա համար ենք այդ ցավերի, այսքան այդ ծնողները, որ շուտ են գնացել այդ մենակության մեջ, բոլորը համարել են իրան ավելի տենց որբա, բայց ինքը որբություն ունեցել է զգացողությունը, բայց այդ լույսը թե ինչ կարա դառնա, հասկանում եք, երեխան որ չունի ծնող ինչ կարա դառնա, իսկ մենք ունենք երեխաներ լիքը, որոնք ունենք ծնողներ, ու մենք Կոմիտասին պետք չի աստվածացնենք, Կոմիտասին պետք է հանենք ռեալ մի մարդ, մի լույս, որ ամեն մի մեր երեխայի մեջ կա։
Միանշանակ։ Ու ինչքան հնարավոր է լույսին չսենց կոմպլեքսավորենք, չփակենք որոշակիորեն, քանի որ կյանքն արդեն ինքն իրանով իջացնելու է, հանելու է, հասկանում եք, իսկ դրա համար երեխաներին վերաբերմունքով ինձ թվում է մեր սերունդը կփոխվի ու գոնե Շատ շնորհակալ եմ։ Անասելի հետաքրքիր զրույց էր։ Ես էլ այդ էներգիայի մեջ արդեն մտա եւ վստահաբար կարող եմ ասել, որ հետաքրքիր գործ է սպասվում։ Ես դա զգում եմ։ Մնում է միայն սելերոստայտողներ նշել, որ 1869 թվին հայոց այգիներն ինչ պտուղ տվին, հայոց արտերում ինչ բերք էր հասել դժվար է ասել, բայց հեշտ է ասել, որ վաղը մարտի 28-ին, 20:00-ին տեղի կունենա Երևանի Մնջախաղի պետական թատրոնի Կոմիտաս, այս էլ ես եմ ներկայացման պրեմիերան Կոմիտասի թանգարան ինստիտուտում, ինչպես նշեցին դերասանները Կարեն Խաչատրյան, Մինա Սասրյան, իսկապես Կոմիտասը լույս է, որ յուրաքանչյուրիս մեջ կա եւ առանց ինչ որ բան բարձրաձայնելու, ուղղակի պետք է դա զգալ, գտնել մեր մեջ, փնտրել ու ուշ տալ, որ այդ լույսը էլ ավելի սփռվի, հա, չմնա պարփակված։ Այնպես որ գնացեք, դիտեք ներկայացումը, հայտնեք ձեր կարծիքը կամ մի հայտնեք, ուղղակի հիացեք եւ թող որ ներկայացումը ունենա երկար կյանք եւ եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ օրդ բարի շրջանակներում եկաք ու պատմեցիք այս ներկայացման մասին, ձեզ վաղը հաջողություն, սրտանց ձեզ հետ ենք ոգով եւ սրտով ու վստահ ենք, որ հրաշալի անցնելու, որովհետեւ դուք սիրում եք ձեր գործը, դա պարզ զգացվում է։ Հա, իհարկե, մեծամիջ Մերսի դեզել շատ։ Մենք լավերի համար ենք սիրում։ Անշուշտ եւս մեկ անգամ շնորհավոր թատրոնի միջազգային օր, տղաներին ասում եմ հաջողություն, իսկ ես գնում նորաձևության ետևից, ինչ հագնել, ինչպես հագնել, ինչպես ներկայանալ, այս մասին ես չէ, մասնագետը կխոսի, կվիզի գնացինք։ Որ ձեռքին կրել ժամացույցը, աջ թե ձախ։ Եթե դուք աչլիկ եք, ապա ժամացույցը կրում եք ձախ ձեռքին, քանի որ աչով դուք ավելի հաճախ եք փոխազդում։ Նույնը վերաբերվում է ձախլիկներին, բայց ընդհանուր առմամբ բոլորի համար միևնույն է, որ ձեռքին եք դուք կրում ժամացույցը, կրեք այն ձեռքին, որ ձեռքին ձեզ հարմար է։ Դենցիելներս վերադարձանք տաղավար եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս հրաշալի տոնի կապակցությամբ դիտեք ներկայացումներ ոչ միայն թատրոնի միջազգային օրը, այլ առհասարակ առնչվեք թատրոն աշխարհի հետ, տարեք ձեր երեխաներին, դիտեք լավ ներկայացումներ, վատ ներկայացումներ, յուրաքանչյուրից էլ ունենք սովորելու բան եւ հասկանալու ինչպես կարելի է կամ ինչպես չի կարելի։ Իսկ ես հետ էր թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ավարտած դերասանուհի, դերասանի վարպետություն Սոս Սարգսյան, խոնարհումս եւ վառ հիշատակ Անահիտ Կիրակոսյան, այսօրվա համար այսքանը մնացեք բարև։